Այսօր ընտրատեղամասերում կայացած անդրանիկ նիստի առաջնահերթ նպատակը հանձնաժողովականների ծանոթացումն էր միմյանց հետ։ Նիստի սկզբում վերջիններս կարտացին նախատեսված երթման տեքստը, խոստանալով ընտրության ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի սահմանած կանոններին։ Թիվ 3409 ընտրատեղամասի նախագահ Մանվել Մովսիսյանը հանձնաժողովականներին ներկայացրեց ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները։ Վերջինս նիստի անդամներին տեղեկացրեց, որ նախորդ ընտրությունների հետ համեմատած այս տարի թվով ավելի շատ մարտիկ են հետևելու ընտրության անցկացման Այդպիսի լիազորություններով է օժտվածնելու օրինակ քվյատուփի մոտ նստած անձը։ Անձնագրի 32-րդ էջում ընտրությունը կատարելու պահին կնիկ ով նստած է արգղի մոտ, քվյատուփի մոտ, կնիկով հաստատում է նրա ընտրության մասնակցելու փաստը, լուծույթ թանակ է, որը 12 ժամյա գոյություն ունի։ Մանվել Մովսիսյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց նաև, որ այս տարի առաջին անգամ ընտրության ընթացքում յուրաքանչյուր անձի ելքն ու մուտքը ընտրատեղամաս ֆիքսվելու է, ինչպես նաև ֆիքսվելու է սահմանափակ կարողությունների տեր մարդկանց քվեարկելու ժամանակ օգնություն ցույց տվող անձանց տվյալները։ 3409 ընտրատեղամասի հանձնաժողովական ԲՀԿ ներկայացուցիչ Անահիտ Ղարիբյանի կարծիքով նման փոփոխությունները կնպաստեն ընտրությունների ընթացքում կատարվող կեղծիքների նվազմանը։ Փոփոխությունները հենց արվել են անցած ընտրությունների արդյունքներից ելնելով։ Փոփոխությունները հիմնականում ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար է սա նպատակը։ Այս ոլորտում կատարված հերթական փոփոխություններից է նաև այն, որ յուրաքանչյուր թեկնածուի վստահված անձին նախորդ տարիների ընտրությունների հետ համեմատ տրված է ավելի մեծ լիազորություններ։ Ամբողջ գործընթացին կարող է ներկայ լինեն հանձնաժողովի անդամների կողքին վստահված անձինք, կարող են ամբողջությամբ գործընթացին վերահսկել։ Նիստի ավարտին հանձնաժողովականներին ընտրատեղամասի նախագահ պարոն Մովսիսյանը տեղեկացրեց, որ իրենցից յուրաքանչյուրին ընտրության օրը կտրամադրվի 2 ժամ ազատ ժամանակ, որպեսզի իրենք ևս իրենց բնակության վայրին համապատասխան կատարեն իրենց ընտրությունները։ Էմապալյան, Սամվել Վարդանյան, Գալա Նյուս։